Արմլու լրատվականի բացառիկ տեղեկությունների համաձայն հունվարի 20-ին Մեղրի սահմանային հատվածում ուշագրավ իրավիճակ է եղել, մասնավորապես մեզ ասած բացառիկ տեղեկությունների համաձայն Իրանի Հանրապետությունից տասնյակից ավելի անձինք են փորձել ներխուժել Հայաստան։ Ժամը 1-ի սահմաններում փորձել են ապօրինի առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվությամբ շալարային ցանկապատի վրայով հատել Հայաստանի Հանրապետության Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանը։ Արմլու լրատվականին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն Իրանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաեւ այլ երկրի ներկայացուցիչներ, որոնք փորձել են ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են։ Ներկայումս վերջիններից մեծ մասը գտնվում է ձերբակալված անձանց պահման վայրում։ Արմլու լրատվականը դեպքի հետ կապած դիմել էր ազգային անվտանգության ծառայություն, հասկանալու համար թե ինչ է կատարվել սահմանին եւ քանի անձ է փորձել ներխուժել Հայաստան։ Ազգային անվտանգության ծառայությունից հորդորեցին գրավոր դիմել։ Արդյունքում Արմլու լրատվականը դիմեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, պաշտոնապես հասկանալու համար թե սահմանը ապօրինի հատելու մասով կա նախաձեռնված քրեական վարույթ թե ոչ, ի պատասխան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին. պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է։ Ինչպես հայտնի է, հունվարի 8-ից Իրանի Հանրապետությունում բողոքի ցույցեր են, ցույցերի հետևանքով բախումներ կան, 6000 զոհ ու 10000-ից ավել վիրավորներ։ Դատելով իրավիճակից, այս իրողությունների արդյունքում են մի խումբ անձինք փորձել ներթափանցել Հայաստան։ Սակայն ազգային անվտանգության ծառայության կողմից վերջիններս ձերբակալվել են, ինչպես արդեն հայտնեց քննչական կոմիտեն, կա քրեական վարույթ եւ 7 անձ այս պայմանությամբ կալանավորված են։ Կհետևենք քննության ընթացքին։